Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Շարունակում եմ ներկայացնել տոնական բաղադրատոմսեր, այս անգամ առաջարկելով պատրաստել լավաշով նրբաբլիթներ։ Եթե ժամանակ չունեք, բայց ցանկանում եք սեղանին ունենալ համեղ հյութալի նրբաբլիթներ, այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Կես ժամում կարելի է պատրաստել մինչև 50 նրբաբլիթ, առանց գազօջախի մոտ երկար կանգնելու։ Չլսված բան է, բայց շատ հարմար լուծում է այն տնային տնտեսուհիների համար, ովքեր մինչև դեկտեմբերի 30-ը աշխատանքի են։ Նրբաբլիթների շերտերի փոխարեն օգտագործելու ենք բարակ լավաշ, ներսից ստացվում են հյութալի, իսկ դրսից խրխրթան ու անչափ ախորժելի։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 կգ տավարի միս, 1 կգ բարակ լավաշ, համեմունքներ, սոխ, համեմ, կարագ, 1 ձու և բուսայուղ։ Հյութալի միջուկ ստանալու համար խոշոր կտորների ենք բաժանում 3 գլուխ սոխը, այնուհետև բլենդերում ենք։ Մենք չենք սիրում, երբ միջուկի մեջ սոխի խոշոր կտորներ են լինում։ Ցանկության դեպքում դուք կարող եք սոխը մանր կտրատել և պատրաստել սոխ-եռ։ 1-2 ձեռքի շարժում և վերջ, պատրաստ է։ Տապակի մեջ մի փոքր բուսայուղ ենք լցնում, ավելացնում ենք միսը և սոխը և տապակում ենք։ Ջուր կամ մսի արգանակ չենք օգտագործում։ Մսից առաջացած հյութը լրիվ բավարար է, որպեսզի միսը եփվի։ Համեղ նրբաբլիթներ ստանալու համար շատ կարևոր է, թե ինչ տեսակի միս ենք վերցնում։ Այն պետք է լինի առանց ջլերի և շատ յուղոտ չլինի։ Մի լավ խառնելուց հետո ծածկում ենք կափարիչով։ Համեմունքներ եք ավելացնենք, երբ միսը գրեթե պատրաստ կլինի։ Ժամանակ չենք կորցնում, նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Միջուկին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք սամիտ և համեմ։ Ես սիրում եմ, երբ միջուկի մեջ թարմ կանաչիները առատ է լինում։ Ցանկության դեպքում կարելի է վերցնել նաև չոր կանաչիներ։ Լավաշը ընտրելիս պետք է լինել ուշադիր, քանի որ ոչ բոլոր տեսակի լավաշով կարելի է փաթաթել նրբաբլիթներ։ Լավաշը պետք է լինի թարմ, բարակ և շատ նուրբ, որպեսզի նրբաբլիթները փաթաթելիս լավաշը չպատրվի և դրանք հաստ չստացվեն։ Հեռացնում ենք ծայրերի հատվածները և բաժանում ենք քառակուսիների։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ընդամենը 1-2 րոպե և կարելի է փաթաթել մոտ 50 նրբաբլիթ, ուղղակի հրաշալի է։ Միսը չենք չորացնում, տեսեք այն դեռևս բավականին հյութալի է։ Այս փուլում ավելացնում ենք 50 գ սերուցքային կարագ և համեմունքներ։ Համեմունքներից ես ավելացնում եմ աղ, սև պղպեղ, կարմիր քաղցր և կծու պղպեղներ։ Սիրելիներս, միսը եփվելու ընթացքում մերթընդմերթ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Երբևէ պատրաստել եք լավաշով նրբաբլիթներ, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Իդեպ, միջուկը կարող է լինել բազմազան՝ տավարի մսով, հավի մսով և սնկով։ Հավի մսով և սնկով միջուկի բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ Այս նրբաբլիթների մեջ ավելի շատ հայկական շունչ կա, քանի որ պատրաստում ենք մեր հայկական ավանդական անմահական լավաշով, որ անփոխարինելի բաղադրիչ է մեր խոհանոցում։ Վերջում ավելացնում ենք մանրացրած կանաչին, մի լավ խառնում ենք և անջատում ենք կրակը։ Երբ կանաչու գույնը ուտեստների մեջ չի փոխվում, դրա համը ավելի արտահայտիչ է լինում։ Բարեկամներ, նկարագրությունների բաժնում կթողնեմ նաև կաթով պատրաստվող նրբաբլիթների մի շարք հրաշալի բաղադրատոմսեր։ Կարող եք դիտել և ընտրել ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Միջուկը թողնում ենք սառչի և սկսում ենք փաթաթել։ Ինչպես տեսնում եք, արագ, պարզ և շատ հեշտ նրբաբլիթների բաղադրատոմս է, որը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե։ Որպեսզի նրբաբլիթները փաթաթելուց հետո չբացվեն, մեզ անհրաժեշտ է 1 հավկիթ, որը կատարում է սոսնձի դեր։
Յուրաքանչյուր լավաշի կտորի վրա դնում ենք 1,5-ից 2 ճաշի գթալ միջուկ և գեղեցիկ փաթաթում ենք, վերջում չենք մոռանում մի փոքր ձու քսել։ Կարը դեպի ներքև դնում ենք հարդմակերևույթի վրա, որպեսզի ձևը պահպանվի։ Սառցախցիկում կարելի է պահել 2-ից 3 ամիս։ Լավաշով նրբաբլիթները հատիկ-հատիկ չենք սառեցնում։ Ամբողջը միանգամից դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և սառեցնում ենք, դրանք իրար չեն կպչում։ Տոպրակը շատ լավ փակում ենք, որպեսզի օդ չխաղա և սառցախցիկում դրանք չչորանան։ Ասեմ, որ շատ համեղ են քանկաթով պատրաստված նրբաբլիթները, քանի որ տապակելիս լավաշը ստացվում է խրխրթան, իսկ միջուկը հյութալի։ 4-ից 5 րոպե անց ստանում ենք նման գեղեցկություն։ Տապակում ենք ինչպես կաթով նրբաբլիթները, մինչև համաչափ գեղեցիկ կարմրեն։ Պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե արդյոք հավանեցիք լավաշով պատրաստվող այս նրբաբլիթները, շատ հետաքրքիր է։ Խրխրթան, տարբերվող, համեղ միջուկով նրբաբլիթները պատրաստ են։ Մատուցում ենք անմիջապես և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Ինչպես տեսնում եք, տեսքը ընդհանրապես չի տարբերվում կաթով պատրաստված նրբաբլիթներից։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։ Ցտեսություն։